Բարև սիրելիներս, իմ սիրելի հետևորդուհիներից մեկը ինձ հարցրել էր, թե ես ինչպես եմ եկել Ավստրիա, ինչպես եմ լեզուն սովորել եւ նմանատիպ այլ հարցեր, եւ ես այսօր այս տեսանյութով մեծ հաճույքով կպատասխանեմ այդ հարցերին։ Ուրեմն, ես Ավստրիա եկել եմ 2016 թվականին Գերմանիայից։ Գերմանիայում ապրել եմ 1 տարի աուպեր ծրագրով, Գերմանիայից եկել եմ Ավստրիա նույնպես աուպեր ծրագրով։ Աուպեր ծրագիրը այն ծրագիրն է, որով դու 1 տարի ապրում ես գերմանախոս, այս դեպքում գերմանախոս, քանի որ Գերմանիայում եւ Ավստրիայում հայրենի լեզուն գերմաներենն է։ Ապրում ես այդ ընտանիքում, անում ես լեզվի կուրսեր, պահում ես իրենց երեխաներին եւ դրա համար դու այսպես կոչված գրպանի փող ես ստանում։ Ասեմ, որ աուպեր ծրագիրը տևում է 1 տարի եւ այն չես կարող երկարացնել, բայց գիտեմ, որ շատերը Գերմանիայում անում են FSJ, Freiwillige Soziales Jahr կոչված ծրագիրը, կամ Ausbildung, կամ ընդունվում են համալսարան։ Ավստրիայում ցավոք այդ ծրագրերը չկան, այսինքն այստեղ եթե դու այդ ծրագրերը անես, դու միևնույնն է վիզա ապրելու իրավունք չես ստանա։ Հիմա ինչպես եմ ես լեզուն սովորել։ Ես լեզուն սկսել եմ սովորել դպրոցական տարիներից, քանի որ ես ինքս Եղեգնաձորից եմ եւ այնտեղի դպրոցներում այն ժամանակ գերմաներենը որպես օտար լեզու էր, եւ բացի այդ, քանի որ իմ առաջ նպատակ էի դրել Գերմանիա գնալ այդ ծրագրով, ես սկսել էի դեռ վաղուց լեզուն սովորել, բայց ասեմ, որ այդ Հայաստանի սովորածը, երբ որ ես եկա Գերմանիա, այնուհետև Ավստրիա, ես հասկացա, որ ես ոչ մի բան էլ չգիտեմ։ Աուպեր եղած ժամանակ այդ մի տարվա ընթացքում ես գնացել եմ լեզվի կուրսերի, որը իմիջիայլոց ընտանիքն է վճարել եւ իմիջիայլոց այդ ծրագրի նպատակը հենց դա է, որ դու գալիս ես լեզուն սովորելու։ Այդ ծրագիրը վերջանալուց հետո ես ընդունվել եմ Ավստրիայի բարձրագույն դպրոցը, 4 տարի այնտեղ սովորել եմ, մատուրա կոչվածն է, դա կիմանան Ավստրիայում ապրողները։ Այնուհետև ընդունվել եմ համալսարան որպես թարգմանչուհի գերմաներեն եւ իսպաներեն, բայց ցավոք սրտի 2 տարուց հետո դադարեցրել եմ եւ ընդունվել եմ մանկավարժական, որը վերջացրել եմ եւ դրա համար էլ աշխատում եմ դպրոցում։ Եվ մի հարցի էլ պատասխանեմ, ինչու հենց Ավստրիան ընտրեցի Գերմանիայից հետո, իմ նպատակն էր նոր երկիր տեսնելը, կարևորը գերմանախոս, քանի որ ես միայն այդ ժամանակ գերմաներեն լեզուն գիտեի, եւ որոշել էի այստեղ գալ 1 տարի այդ ծրագրին մասնակցել եւ նորից հետ գնալ Գերմանիա եւ մյուս ծրագրերից օգտվել, բայց քանի որ եկա Վիեննան, տեսա եւ սիրահարվեցի Վիեննային, որոշեցի մնալ եւ դրա համար էլ ընդունվեցի այդ բարձրագույն դպրոցը։ Դե ինչ հուսով եմ բոլոր հարցերին պատասխանեցի, եթե ինչ-որ մի հարցի մոռացել եմ պատասխանեմ, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, ես անպայման կանդրադառնամ այդ հարցերին, խնդրում եմ չմոռանաք բաժանորդագրվել, լայքել եւ մեկնաբանություններ թողնել եւ շատ շնորհակալ եմ իմ տեսանյութերը դիտելու համար։ Իսկ մյուս տեսանյութում կանդրադառնամ այն հարցին, արդյոք ավստրիացիները սառը ժողովուրդ են, սիրում են արտասահմանցիներին, թե ոչ։